Հայաստանը չպետք է դառնա արևմուտք արևելք բախման գոտի, արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի բացառապես հայկական պետական շահերի վրա, պնդում են ժողովրդավարական համախմբում կուսակցության ներկայացուցիչները։ Սուտ կասեմ, երբ որ մեկը կարող ասի, որ գնալու ենք օրինակ արևմուտք փրկվելու ենք, գնալու ենք Ռուսաստան փրկվելու ենք, աշխարհում որևիցե մեկից փրկություն չի լինել։ Մեր փրկության միակ տարբերակը մեր մեջ է։ Հայկական պետություն ունենալու գաղափարով է ընտրապայքարին մասնակցում ժողովրդավարական համախմբում կուսակցությունը։ Հայկական պետություն, որի հիմքում ընկած կլինի համահայկականությունը, ազգային ինքնությունը, արդարությունը եւ արժանապատվությունը, որը իր հերթին հիմնված կլինի հանրային կյանքի կազմակերպման առումով կամ որի հիմքում ընկած կլինի քրիստոնեական արժե համակարգը։ Այս ճանապարհն հայկական պետություն ունենալը ԺՀԿ-ականները պատկերացնում են նախ ընդդիմափոխությամբ, ապա իշխանափոխությամբ։ Երբ ասում ենք ընդդիմափոխություն, սա չի նշանակում, որ մենք պայքարում ենք ընդդիմության դեմ, հակառակը սա նոր որակապես այլընտրանքի առաջարկումն է, որը իշխանությանը որպես այլընտրանք կընկալվի եւ ոչ թե ընդդիմության դեմ պայքարը։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության ներկայացուցիչները կողմ են սահմանադրական փոփոխություններին, բայց ոչ այնպես, ինչպես իշխանությունն է ծրագրել։ Պահպանելով բնականաբար մեր հռչակագիրը, մեր անձնագիրը, բայց նաև սահմանելով համահայկականությունը, պետություն, որ հիմքում ընկած է համահայկականությունը, պետություն ամբողջ աշխարհի հայերի համար, որտեղ մեր ամբողջ ներուժ եւ ռեսուրսը մեր աշխարհասփյուռ հայության մեջ է։ Սուրեն Պետրոսյանն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի մայր օրենքում ամրագրվի ազգային պետության դրույթը։ Դրանից հետո պետք է սկիզբը դրվի ազգային էլիտաների վերհանման, որովհետև մեր միակ ռեսուրսը, որը շնորհիվ մենք կարող ենք մնալ կենսունակ կերպափոխող այս աշխարհում, դա մեր մարդկային կապիտալն է, ազգային էլիտան է։ Հայաստանը պետք է ունենա ոչ թե իշխանական կամ տնտեսական վերնախավ, այլ ազգային հիշողությամբ պատասխանատվություն կրող էլիտա։ Նաև այս օրակարգով են ԺՀԿ-ականները մասնակցում ընտրություններին։ Արփիս Քեսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։